Վերադարձանք տաղավար եւ ինչպես Աշխարհի ամենացուրտ վայրերից մեր տաքուկ խոհանոց։ Շատ տաքուկ համ Հայաստան, համ են տաքուկ խոհանոց, որովհետեւ խոհանոցում շատ թեժ է լինելու։ Ճիշտ է, մենք դեռ երբ էինք խոստացել։ Հաղորդման սկզբում էինք խոստացել։ Ամենասկզբում խոստացել էինք, որ այսօր մեր խոհանոցային հատվածում անակնկալ ունենք, որովհետև ոչ թե մեր գործընկեր Անուշն է շեֆ խոհարարներից որևէ մեկի հետ պատրաստելու, այլ մայրիկ դերասանուհի։ Այո, եւ մայրիկ եւ դերասանուհի պրոֆեսիոնալ Սոֆիա Պողոսյանն է մեր տաղավարում, ողջույն։ Ու նա մենակ չէ։ Ո՞վ է եկել այսօր մեզ հյուր, Սոֆիա։ Այսօր իմ որդին է եկել հյուր, կասես անունդ ինչ է։ Միքայել։ Դե բարձր ասա չի։ Միքայել։ Տեր։ Տեր Մաթևոսյան։ Տեր Մաթևոսյան։ Ինչ ես անում, Միքայել։ Արդեն դու սկսել ես ինչ-որ մի բան գործողություն խոհանոցում։ Չխանգարենք, լավ, քեզ չխանգարենք, դու հանգիստ քո գործերը արա։ Նախ շատ շնորհակալություն, որ դուք մեր տաղավարում եք։ Երկրորդը ինչ ենք այսօր պատրաստելու։ Այսօր ինչ ենք պատրաստելու։ Բարձրացա բայց։ Այն ինչ որ ասում ես շատ լավ ես ասում, մենակ բարձր։ Կաթնաշորիկներ։ Կաթնաշորիկներ ենք պատրաստելու։ Իսկ դու մամային օգնելու ես, թե խանգարելու ես ավելի շատ։ Օգնելու։ Ապրես դու Միքայել։ Հիանալի։ Իսկ կասեք, ինչ է պետք։ Ու մեզ անհրաժեշտ է բնականաբար կաթնաշոր, չէ՞։ Ձու, որը դու ես հարելու, ալյուր, զարդարանքի համար հապալաս եւ ելակ կամ ով ինչպես ցանկանա, եւ որոշել ենք այս անգամ բանանով պատրաստել։ Հրաշալի։ Շատ հեշտ, արագ պատրաստվող, մայրիկների համար շատ հարմար պատրաստվող նախաճաշ, որպեսզի Շատ լավ։ Հիանալի է։ Մինչև դուք արդեն կսկսեք գործողությունները պատրաստելու, մենք ձեզ հետ ընթացքում կշփվենք, եթե դեմ չեք։ Ես ոնց հասկացա, սա ձեր առավոտյան պարտադիր, այսպես նախաճաշերից համարվող մի ուտեստ է, այսպես կարելի ասել։ Եվ ահա կարծոք Նաև Միքայելը դարձավ պատճառը, որ այս նախաճաշը հայտնվեց, թե մինչև Միքայելն էլ կար այս նախաճաշը։ Չէ, Միքայելը պատճառ հանդիսացավ, որովհետև ես առհասարակ չեմ նախաճաշում ճիշտն ասած, սուրճով եմ սկսում օրս, գիտեմ, որ սխալ է, բայց դե այդպես է եւ չի փոխվում։ Շատ էր այդ թվում։ Հարի, սկսի հարել։ Իսկ Միքայելի ծնունդից հետո Աշոտը քաղցրի սիրահար չէ, ինչպես պարզվեց նաև Միքայելը, բայց ինքը այս պատրաստելու պրոցեսն է շատ սիրում։ Իրականում տարբեր բաներ պատրաստելուց հետո հասկացա, որ երեխան պարզապես չի սիրում։ Քաղցր փանքեյք, բլինի, ալազի ասվածը, նաև կաթնաշորիկ, հիմա չգիտեմ այսօր կուտի թե չի ուտի ճիշտն ասած, ավելի մսային ու ցվածեղային աղի բաներ, բայց ինձ թվում է այսօր դու սա հավեսով ուտելու ես, չէ՞։ Դու ես ուզել, որ այսօր սա պատրաստենք, Միքայելը ընտրել է, բաղադրատոմսերից սա է ընտրել և մենք հիմա սա պատրաստելու ենք։ Նայի հիմա ինչ ենք անում, Միքայել, հիմա այս ծուն կոտրում ենք, այո, սպասի, համպերի։ Իսկ միշտ եք դուք երկուսով լինում խոհանոցում տանը, երբ իհարկե լինում է ժամանակ։ Ոչ, ազատ օրերին Աշոտն էլ է լինում միանում, մենք միասին պիցցա ենք պատրաստում և տարբեր բաներ, բայց իհարկե ոչ հաճախ Այսքան ընտանիքով խոհանոցի նկատմամբ կա սեր։ Սեր կա, բայց ժամանակ չկա։ Այո, մեր ոլորտի մարդիկ ինձ թվում է հիմնականում բոլորս ունենք այդ խնդիրը, հնարավորության դեպքում փորձում ենք ինչ-որ ստեղծագործել, դե հիմա այսպես լավ պետք է հարենք կյանքս։ Միքայելը քանի տարեկան է։ Միքայել քանի տարեկան ես։ 3.5։ 3.5։ Երբ է քո ծնունդը։ Երբ ես դառնալու 4 տարեկան։ Օգոստոսի 18-ին։ Օգոստոսի 18-ին։ Իսկ կարող է այդ օրը որոշես ընկերներիդ անակնկալ անել, մայրիկի հետ տորտ պատրաստեք փոքրիկ։ Քո տորտը կարող է դու պատրաստես, Միքայել։ Մենակով։ Մենակ։ Քո ծնունդի տորտ։ Հա, ես կօգնեմ մի քիչ։ Հա, համոզեցինք։ Միքայել, իսկ մամայի հետ է ավելի լավ խոհանոցում ինչ-որ բան պատրաստել, թե պապայի հետ ավելի հարմար։ Մամայի, պապայի։ Հա, երկուսի հետ էլ հարմար է։ Ինքը ամենաշատը սիրում է, որ միասին ենք պատրաստում, որովհետև
կներես։ Մաման խանգարում է, ես հասկանում եմ, մաման։ Լավ, դու դա արա։ Ուրեմն ես բանանը կկտրատեմ, լավ, դե հարի, պետք է ասենց լավ հարես։ Իսկ բանանը խառնելու ենք կատնաշորին, թե էլի ձևավորման համար է։ Կարող ենք եւ խառնել ճզմել եւ այսպես կտրատել մեջը դնել եւ ձևավորել, ով ինչպես ցանկանա, բայց այսօր ուղղակի հետո կխառնենք։ Շատ լավ։ Այսինքն բաղադրատոմսը նաեւ մեզ հնարավորություն է տալիս իմպրովիզներ անելու։ Այո, կարծում եմ խոհանոցնել է այդպես իմպրովիզներ անելու վայր, ստեղծագործելու։ Միքայել, խոսում ենք։ Այո, խոսում ենք։ Լսնալու ենք սրա մեջ։ Ուզում ես, թե չես ուզում։ Միքայել, դու միրգ սիրում ես։ Միրգ սիրում ես։ Ամենասիրելի միրգը ո՞րն է քո։ Բոլոր։ Բանան։ Բոլոր։ Բոլոր մրգերն ես դու սիրում։ Առհասարակ Միքայելը այդ առումով եւ բոլոր առումներով շատ հեշտ երեխա է, որովհետեւ այդպեսի բան չկա, որ չի սիրում։ Իհարկե մենք նշեցինք, որ մասնագիտության բերումով շատ հաճախ չի լինում ժամանակ լինել խոհանոցում ու պատրաստել սիրելի ուտեստներ, բայց կա մի բաղադրատոմս, որ տոնական հավաքների, երեկույթների ժամանակ պարտադիրն է։ Շորտ։ Չէ, այդպեսի հատուկ բաղադրատոմս, որ տենց բոլորը գիտեն գնալու ենք եւ Սոֆյան պատրաստի, կյանքս խոնգորում ես։ Միքայել, չենք հասցնի, գիտես, տենց այսպես կմնա հում։ Ուզում ես այդպես հում մնա։ Կուզես Միքայել, դու գաս իրարից ստեղից մենք մեր հեռուստադիտողների հետ շփվենք։ Արի վարենք հաղորդում։ Կուզես դառնաս հաղորդավար։ Հազի այնտեղ մեզ։ Չես ուզում։ Խոհանոցը ամեն դեպքում ավելի հարազատ է այս պահին Միքայելի։ Որովհետև խոհանոցում մայրիկն է, մայրիկը ամեն ինչ կարելի է։ Սրանք լցնում ես այստեղ տենց սատուրինց։ Միքայել շատ լավ ես հարել։ Այո, այդպես լցրու, հիմա այս սրանք էլ լցրու։ Որ սենց։ Իսկ որոշել ես Միքայել, ինչ ես ուզում դառնալ։ Միքայել։ Մի րոպե մի խանգարիր։ Ալո, Միքայել, կապի մեջ ես դու։ Միքայել, կապի մեջ ես։ Ասա ալո։ Դու չունես այդ հեռախոսից, մենք նա ինչ հեռախոս ունենք այստեղ։ Հեսա, ես հեռախոս ունեմ այստեղ։ Ալո, Միքայել, չես լսում։ Նիկա։ Ինչ ես ուզում դառնալ։ Որոշել ես ինչ ես ուզում դառնալ։ Ձիավար։ Ձիավար։ Հա, ճիշտ լսեցի։ Ձիավար։ Հա։ Միքայել, ապրես Միքայել։ Բայց ինչի ձիավար։ Ինչն է պատճառը, ինչու։ Նոր մասնագիտություն, ձիավար։ Մամնայի։ Միքայել, բայց ախր Ռուբենը քիչ հարց է տալիս։ Ինձ անտեսել։ Միքայել։ Ես առաջին անգամ լսեցի, որ նա պատրաստում է ձիավար դառնալ, ճիշտ ասած։ Ինձ էլ էր տարկել։ Նոր ծնվեց այդ ցանկությունը ոնց որ Միքայելի մոտ։ Նոր ծնվեց, այո։ Ամբողջը։ Չէ, գթալով էսպես մի հատ էլ լսու։ Իսկ սեր ունի երաժշտության հանդեպ, չգիտեմ, արվեստի ուղղությամբ շատ ուժեղ լսողություն ունի, այսպես։ Դու այսպես արի։ Նկարել է շատ սիրում։ Դե ասա էլ ինչ ես սիրում Միքայել։ Դու պատասխանի, ես սրանք արդեն դնեմ, թող լինի, հա։ Այստեղ արա, այս սրա մեջ արա։ Սա վերջին անգամն է, որ մենք միասին խոհանոցային հաղորդմանը հյուր ենք Միքայել։ Դուր ես ամբողջ համն ու հոտը, Միքայել։ Միքայել, նայ, հիմա պետք է գնդիկներ անենք։ Ար, վերցրու մի րոպե ես կտամ։ Դե դուր։ Ար, այսենց։ Կարող ես։ Դա ձեռքս կմաքրեմ։ Այո։ Ես այսքանը տալիս եմ քեզ, դու գնդիկներ պատրաստու ու եւ տուր ինձ։ Լավ։ Արդեն գնդիկներ եք անում։ Հա, մի քիչ իրականում մենք շեղվեցինք, որովհետեւ հարգելի ինձ շեղում են։ Միքայել, ձիավար ասացիր, շարունակենք խոսել, կուզես խոսենք, թե չես ուզի։ Կուզես։ Միքայել, բայց դու ձի տեսել ես։ Որտեղ։
Երեք ես օրինակ տղայիս հետ նայում էի, դիտում էինք Գերկուլես մուլտֆիլմը ու այնտեղ Պեգասին հիշում եք ինչ կա Պեգասը։ Շատ լավ եմ Հիմա հիշում։ երեկվանից ինձանից Պեգաս է ուզում։ Կարող եմ իմանալ Պեգաս ո՞ր է վաճառում։ Մենք հա ուրեմն երևի այդ մուլտիկը չնայենք այդ մուլտֆիլմը, որովհետև հետո կարող է ամրապնդվի այդ ցանկությունը։ Ձիավար դառնալու ցանկությունն ավելի է մեծանալու։ Թռչող ձիավար։ Թռչող ձիավար։ Միքայել, դու ուզում ես գնաս դպրոց։ Հա։ Դպրոցում ավելի լավ է, ըստ քեզ։ Իսկ հիմա մանկապարտեզ գնում ես։ Հա։ Ինչ եք անում մանկապարտեզում։ Ինչ կա չկա մանկապարտեզում։ Ընկերներ ունես այնտեղ։ Հա։ Կուզես ողջունենք ընկերներին։ Մի հատ ձեռքով իրանց ասա բարև բոլորին։ Ձեռքով կարող ես անել, որտեղ քեզ հիմա տեսնում ես այդ լավ տապուպուշ տղաներին։ Իրանք քեզ նկարահանում են, ահա։ Կամ այնտեղ։ Տեսար։ Դե հիմա ձեռքով իրանց արա, որտեղ իրանք քեզ դիտում են։ Չես ուզում բարևես իրանց։ Տատիկով արա։ Բարևի բոլորին։ Տատիկին Կներանան քո բարևի։ ընկերները։ Ահա։ Տատիկներին բարևի։ Տատիկներին է պետք բարևել առանձնահատուկ։ Կուզես տատիկներին ողջունենք։ Խոսքով ասա, տատիկներ ո՞նց եք։ Միքայել, տատիկները կնեղանան։ Ես հեչ, որ ինձ շարունակում ես արհամարը, բայց տատիկները հաստատ կնեղանան։ Միքայել, տատիկներին ասա բարև, տատիկներ։ Չես ասում բարև։ Լավ, չխանգարեմ, քեզ ու շատ լուրջ գործի ես։ Կենտրոնացած գնդիկներ է պատրաստում Միքայելը իրականում։ Այսա, գնդիկները շատ լավ են ստացվում քեզ մոտ։ Հիմա այդ ամենը պետք է մենք տապակենք։ Ահա։ Այո։ Մենք ինչ արեցինք։ Մենք Չգիտեմ ինչ արեցինք։ սկզբում ինչն էինք։ Կատնաշոր, ես հիշում եմ։ Սկսեցինք հարել, հա, Միքայելը մեզ օգնեց, հետո ավելացրեցինք ձու, երկու հատ։ հետո Ինչքան կատնաշոր լցրեցինք, ինչքան կատնաշորի հետ է պետք։ Մեկ տուփ։ 200 գրամ է մեկ տուփը։ Այո, 200-250։ Շատ լավ։ Դե միշտ խոհանոցում ամենալավը չափման միավորը աչքա չափարենք, որ ավելի հարթ լիներ։ Այդ ոչինչ։ Բայց ոչ։ Բայց սենց էլ է ուտվում։ Մի քիչ ալյուր, Մի քիչ ալյուր եւ բանան։ Բանան։ Եվ բանան, այո։ Եվ որ ամենակարևորն է այս գնդիկները իր փոքրիկ, բայց շատ համով թաթիկներով պատրաստում է Միքայելը։ Ինչ լավն է։ Ահա։ Տարբեր չափերի գնդիկներ։ Դու կորոշես, որ չափում ես տալիս, լավ։ Իսկ տանը հիմնականում ոնց հասկացա դեպի մսային ուտելիքների կողմնակից են։ Թե Աշոտը, թե Միքայելը։ Իսկ դու, Սոֆիա, ինչ ես սիրում ուտել, ինչ չես ուտում եւ ինչն ես սիրում, որ քեզ զսպում ես չուտել։ Ամեն ինչ սիրում եմ եւ միևնույն ժամանակ ամեն ինչ չեմ սիրում, որովհետեւ այսպես sense եւ փորձում եմ կազմվածքս պահպանել, բայց այդպեսի բան չկա, որ չսիրեմ։ Մամ կծուբիբար սիրում ես։ Կծուբիբար եմ սիրում, այո։ Կծվակեր եմ եւ քաղցրակեր։ Զսպում եմ երևի թե երեկոյան ժամերին քաղցրը։ Ինչ որ հատուկ սննդակարգ կա, որ հետևում եք կազմվածքի համար։ Հատուկ սննդակարգը, երբ որ չարաշահում եմ, պարզապես լինում է հետո տենց քիչ ուտելը։ Բայց երբեք չկարողացա ժամից հետո չուտել կամ։ Չէ, պարզապես քիչ, սահմանափակելով մի քիչ ու քաղցրը սահմանափակելով, բարեբախտաբար վերջին շրջանում կարողացել եմ այդ սովորությունը զսպել քաղցրի հանդեպ, որովհետև դա կախվածություն է ու մի քիչ կամքի ուժ է հարկավոր, որ այդ կախվածությունը կարողանաս կառավարել։ Հիմա առավոտյան ժամերին եմ հիմնականում քաղցր ուտում, բայց ամբողջ կյանքում հիմնական սխալս այն էր, որ գիշերը կամ երեկոյան էի քաղցրի հանդեպ այսպես ակտիվ։ Այո։ Ինչ նորություններ ունենք կարիերայում։ Կարիերայում կներեք։ Կարիերայում հետաքրքիր նորություններ են սպասում, ճիշտ ասած, բայց շատ շակերտներ չեմ ուզում բացել։ Այն ինչ հիմա է եթերում դասամիջոց հեռուստա սերիալն է, որտեղ խաղում եմ ուսուցչուհի Անուշի կերպարը, Արևշատյան, շատ սիրել եմ այդ կերպարս, իսկ ապագայում իրականում Աշոտի հետ միասին հետաքրքիր մտքեր ունենք, բայց առաջ չընկնենք, այդպես ուղղակի մի փոքր Այսինքն սպասենք նորությունների։
Այո, արդեն աշնանը։ Իսկ ինչով է յուրահատուկ այդ կերպարը, որ անուշ ասացիք, որ սիրվել է ձեր կողմից։ Շատ հետաքրքիր է ինձ համար այն, որ չնայած նրան, որ դրական հերոսուհի է եւ գլխավոր հերոսուհին է, բոլորիս հայտնի է, որ գլխավոր հերոսուհիները մի քիչ ավելի սահմանափակ են իրենց դրսևորման ձևերի մեջ, որպես դերասանուհի, շատ չես կարող տարբեր կերպ ներկայացնել, բայց իմ կերպարը չնայած նրան, որ դրական է, ոչ մի բացասական հատկանիշներ չունի, բայց միևնույն ժամանակ խորություն, հետաքրքրություն, այսպես ասեմ, ձանձրալի դրական կերպար չէ, իր բնավորության ուժեղ այսպես կողմերը ունի, դասյարակչական, հումոր ունի, որովհետև ես անկեղծ արդեն հոգնել եմ պարզապես գլխավոր հերոսուհու կերպար լացող հերոսուհի լինելուց, որ եթե չունենար սցենարը այդպիսի հետաքրքրություն, իր մեջ կերպարը հաստատ չի ուզենա նորից նման դեր խաղալ, բայց ինձ շատ գրավեց այս կերպարից իր առանձնահատկությունը, ովքեր դիտում են, ինձ թվում է արդեն նկատել են տարբերությունը այս կերպարի նախորդ կերպարների համեմատ, Միքայել, ինձ թվում է բավական է արդեն թավայի մեջ տեղ չկա։ Ինձ էլ է թվում։ Մենք բոլորին կհյուրասիրենք արդեն այսքանը։ Միքայել, կուզես հիմա երաժշտություն լսենք։ Չէ՞։ Բայց պետք է լսենք երաժշտություն, որ դու թաթիկները լվանաս։ Լավ մտածի, եթե դու ուզում ես, որ մեր ինչ էինք պատրաստում, անունը ոնց էր։ Կատնաշորիկները, եթե պատրաստվեն, ապա պետք է երաժշտություն լսենք։ Լսենք Միքայել։ Բայց դու նոր սիրում էիր, նոր որ երգներ։ Շաքարը։ Մեր տաղավարը գիտես ինչ կախարդական տաղավար է։ Եթե դու հիմա ասես երաժշտություն, կլինի երաժշտություն։ Արի փորձենք։ Դե ասա։ Ասա երաժշտություն։ Չէ։ Բա ինչ ես ուզում լինի։ Բայց այնուամենայնիվ, քանի որ արդարություն է, խոսքը մեծամասնությանն է, Միքայել, սկսիր սովորել այսպիսի երևույթների եւ մենք միասին առաջարկում ենք լսենք երաժշտություն, վերադառնանք ու արդեն կարծում եմ պատրաստ կլինի նաեւ մեր կատնաշորիկները։ Վերադարձանք տաղավար, մենք դեռ շատ բուրըն գործողությունների մեջ ենք, որովհետև մեր խոհանոցում Միքայելն է այսօր, Սոֆիա Պողոսյանի հետ, նրանց որդին։ Ինչ փուլում ենք այս պահին գտնվում, Սոֆիա։ Այս փուլում պատրաստման փուլում ենք դեռ, հիմա արդեն 2 րոպեից պատրաստ կլինի եւ վերջ մատուցում ենք։ Մամա։ Այո։ Ո՞նց քնածեն։ Ովքեր կյանքս։ Պարտեզում։ Հա։ Դեռ ոչ։ Միքայել, ուզում ես քնել հիմա։ Վիտամիններ։ Կարող դու ուզում ես քնել։ Չէ, ինքը չի սիրում ուղղակի, որ այն ժամին է գնում, երբ որ քնած են լինում, բայց այդ ժամին դու չես գնում։ Իսկ այսօր Միքայելը կգնա մանկապարտեզ։ Այո, գնալու է։ Այստեղից գնալու ենք մանկապարտեզ, չէ՞։ Ավտոյով։ Ցանկալի է։ Միքայել, իսկ ընկերներ ասացիր ունես մանկապարտեզում, ամենաշատը ում հետ ես մոտ։ Քո ամենամտերիմ ընկերը ով է։ Մհերը։ Ինչ եք անում իրար հետ։ Խաղում։ Ինչ խաղեր եք խաղում։ Ֆուտբոլ։ Հա։ Մանկապարտեզի բակում։ Մանկապարտեզի բակը նույն մեր բակն է։ Դա կարծում եմ ամենալավ տարբերակն է երեխային մանկապարտեզ ուղարկելու, երբ հարևանությամբ է գտնվում եւ ճանապարհների վրա պետք չէ ժամանակ ծախսել։ Այո։ Ճիշտն ասած, քանի որ մեր ժամանակը սուղ է, մի քիչ Մենք վստահ ենք, որ տան պայմաններում մի քիչ այլ կերպ է պատրաստվում, թե գնդիկները, թե հարած տարբերակը, թե նաև տապակելուց մի տեսակ այլ գույն վստահ եմ կունենա, երանգներ կունենա։ Ուղիղ եթերում այդքան էլ հեշտ չէ ամեն դեպքում խոհանոցում աշխատել։ Այո։ Այն էլ պարզվում է, այո։ Ակտիվ Միքայելի հետ վստահ եմ առավել եւս ավելի է բարդանում խնդիրները։ Բայց այսպես չգիտեմ, Միքայելի պատրաստած գնդիկները շատ ստեղծագործ, ոչ այդքան գնդիկները։
Ինձ թվում է ավելի հետաքրքիր է այդպես, ավելի գեղեցիկ ու ավելի հետաքրքիր։ Բայց կարմրել այն գնդիկները շատ ախորժելի տեսք ունեն եւ մենք պետք է շտապենք փորձել, եթե իհարկե Միքայելը թույլ Սրանք տա։ հիմա տանում ենք հյուրասիրենք Մանային Ռուբենին։ Մենք կմոտենանք։ Միքայել, դու մեզ կհյուրասիրես, կարող ենք մենք քո պատրաստած գնդիկներից ուտել։ Հասկացա։ Մենք կարող ենք քո գնդիկներից ուտել։ Պատրաստած։ Այո։ Այո։ Այո, շնորհակալություն։ Սոֆիա, շնորհակալություն իրականում ձեզ, որ մեզ հետ սկսեցիք առավոտը։ Միքայելին շնորհակալություն, ես անձամբ կփոխանցեմ շատ շուտով։ Հետաքրքիր բաղադրատոմս էր ու հուսով եմ, որ դուք տան պայմաններում նույնպես կարող եք փորձել, սիրուներս։ Ձեզ լավ օր ենք մաղթում, շնորհակալություն։ Ձեզ նույնպես, մենք ենք շնորհակալ։ Միքայել հաջող արա թաթիկու վրա։ Հաջողություն, բայց մենք դեռ գալու ենք հիմա խոհանոց։ Այո, գալիս ենք փորձելու։ Իսկ այդ ընթացքում շարժվենք առած ելի հեռուստադիտողներ, մինչ մենք էլ կփորձենք կատնաշոռիկները ու կվերադառնանք խոսելու մեր հյուրերի հետ շատ կարևոր թեմաների մասին։